Տարիներ շարունակ Հայաստանում կոչեր էին հնչում թուրքական ապրանքներ բոյկոտելու։ Այդ ժամանակ դեռ պատերազմ էլ չկար։ Խաղաղ ժամանակներ էին, բայց մարդկանց կոչ էին անում չգնել թուրքական հագուստ, չգնալ թուրքական հանգստավայրեր, որովհետև մեր վճարած փողով Թուրքիան զինում է իր եւ ադրբեջանական բանակը, մեր վճարած փողով իրենց դիվանագետներին վարձատրում է, որ պայքարեն մեր դեմ։ Իսկ պատերազմի ժամանակ Նիկոլի ընտանիքներ էր միացել հենց այդ թուրքական ապրանքը բոյկոտելու արշավին ու պահանջում էր մերժել ամեն թուրքականը։ Իսկ ինչ անում այդ ընտանիքի հայրը, շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին Հայաստանի վրա Վրաստանի տարածքով բենզին ծախելու համար։ Իդեպ կարող եք ասել ինչու են Վրաստանով բերում, ոչ թե բացեն սահման ու հենց Ադրբեջանից ուղիղ մտցնեն, որովհետև կարծում եմ այդ խաղաղության պայմանագիր ու սահմանների բացում խոսքերը զուտ հեքիաթներ են։ Նրանց խնդիրը սահման բացելը չէ, այլ Հայաստանը զավթելն է իրենց ապրանքներով, իրենց զորքով, նայած երբ որ մեթոդին կդիմեն։ Ադրբեջանը աշխարհի ամենաարագ զինվող երկրներից է, վաճառում է իր նավթ ու գազը, գնում է զենք։ Հիմա Հայաստանի իշխանությունը կազմակերպել է, որ դուք ժողովուրդ զինեք Ադրբեջանի բանակը, որը վաղ թե ուշ ուղղվելու է մեր երկրի դեմ դարձյալ։ Այո, թուրքական շորն էժան է ու վաղն էլ ադրբեջանական բենզինը կարող է շատ էժան ըրնելու, բայց հենց այնպես են նվաճում, չէ՞։ Այն ժամանակ Նիկոլիկինը Մեհրիբանին հրավիրում էր չայ խմելու, հիմա Մեհրիբանենց ընտանեկան բիզնեսն են բերում Հայաստան։ Վաճառվում է էժան բենզին, դիմացը արժանապատվություն, հերթում կանգնած կլինեն կառավարական ավտոները։ Նիկոլիկինն ասում էր, մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, այսօր կարող են ասել, զոհվել են հանուն բենզինի։